Ուրեմն Աստված ընտրեց մեկին, անունը Աբրահամ դրեց, որն էլ եղավ հրեաների հայրը։ Այս Աբրահամից Աստված մեծ ազգ ստացավ հրեաներին։ Այս հրեաները Աստծո ընտրյալ ազգը եղան։ Հենց այս ազգից էլ Աստված վեր հանեց իր Մովսես ծառային։ Ես ինչ թռնել եմ թռնում, չէ՞։ Բայց կարևոր տեղերն եմ ուզում ասեմ։ Հանեց իր Մովսես ծառային, ում միջոցով էլ տվեց օրենքներ, կանոններ, որոնցով մարդը կարող էր մոտենալ Աստծուն, ճանաչել Աստծուն, խնդրել եւ հաղորդակցվել Աստծո հետ։ Եվ ամենակարևորը, պաշտել Աստծուն։ Իհարկե ոչ այնպես, ինչպես Ադամը ուներ այդ հնարավորությունը մեղանչելուց առաջ, որտեղ Ադամը դեմարդեմ էր տեսնում Տիրոջը։ Բայց Աստված նախնական տվեց հնարավորություն, եւ սա պետք էր աներ մարդը, որպեսզի դրանով մոտենար Աստծուն եւ Աստծո հետ վարվեր եւ իր Աստծուն ճանաչեր։ Եվ ասեց այսպիսի բան. Մովսեսին նախ կանչեց Սինա լեռան գագաթ ու հենց այնտեղ տվավ այդ օրենքները եւ ցույց տվեց իրան մոտենալու կերպը, կարգը։ Այսինքն Աստված սովորեցնում է մարդուն ինչպես մոտենա իրեն։ Աստված մեզ այսօր էլ է սովորեցնում ինչպես մոտենանք իրեն, ինչպես վարվենք իր հետ։ Այստեղ հարցը մերն է, մենք արդյոք ուշադիր ենք դրան, մենք արդյոք լսում ենք դա, մենք արդյոք հետևում ենք դրան։ Եվ այսպես ասեց. ինձ համար մի սրբարան շինես, որ իրենց մեջ բնակվեմ, բոլոր ինչպես որ քեզ ցույց տվեցի Խորանի օրինակը եւ նրա բոլոր կարասիքի օրինակը, այնպես պիտի շինես։ Աստված ցույց է տալիս կերպը, բայց նաեւ պահանջում է, որ նույն կերպ լինի, ինչպես որ նա քեզ ցույց տվեց, ինչպես որ նա քեզ սովորացրեց, ինչպես որ նա տվել է քեզ, այդպես էլ ուզում է, որ վարվես։ Ղևտացիս 9-րդ գլուխ 6-7 համարներում այսպես է ասում. երբ որ արդեն Խորանը սարքել էին, իր այդ մեջի կարասիքները, հա, կախ կարասիքները, պաշտամունքի առարկաները, ամենը պատրաստ էր, Խորանը կանգնեցրել էին եւ զոհ էին արել, Ահարոնը զոհ էր արել, զոհը դրել էր սեղանին եւ արդեն պետք է պաշտամունքը սկսել։ Սա է սպահն է։ Եվ Մովսեսն ասեց. այս է Եհովայի պատվիրած բանը, այս արեք, եւ Եհովայի փառքը ձեզ կերևա։ Ուրեմն Եհովայի պատվիրած բանը արեք եւ Եհովայի փառքը ձեզ կերևա։ Ուզում ես Տիրոջ փառքը տեսնես։ Պետք է նրա ասածը անես։ Այլ տարբերակ չկա։ Եվ Մովսեսն ասեց Ահարոնին. մոտեցիր սեղանին եւ արա քո մեղքի պատարակը եւ ողջակեզը եւ քավություն արա քեզ համար եւ ժողովրդի համար։ Եվ արա ժողովրդի պատարակը եւ նրանց համար քավություն արա, ինչպես որ Եհովան պատվիրել է։ Ինչպես որ Եհովան պատվիրել է։ Ամենակարևորը Աստվածպաշտության մեջ սա է, ինչպես որ Եհովան պատվիրել է։ Որտեւ եթե դու նրա պատվերի համեմատ չես, նորից եմ ասում, դու այն չես, ինչը որ նա ուզում է տեսնել։ Աստծո հետ կարող ես վարվել միայն իր կանոններով, այլ տարբերակ չունես։ Եվ ասում է Ահարոնն արեց այնպես, ինչպես որ Եհովան պատվիրել էր։ Ղևտացիս 9:24 Եվ Եհովայի առաջից կրակ դուրս եկավ եւ այրեց սեղանի վրայի ողջակեզը եւ ճարպերը, եւ բոլոր ժողովուրդը տեսնելով աղաղակեցին
եւ իրանց երեսների վրա ընկան։ Հիմա ամեն ինչ պատրաստ է, զոհը դրված է սեղանին, հա, ինչ զոհեր էր, ուրեմն մեղքի պատարակ, ողջակես, որ քավություն պետք է աներ դրանով իր համար եւ ժողովրդի համար։ Քավություն։ Այս քավություն բառը ինչ որ բան հուշում է, չէ՞ մեզ, ժողովուրդ։ Կամ մեղքի պատարակը ինչ որ բան հուշում է, չէ՞ մեզ։ Ադամին հիշենք։ Եվ երբ որ այս ամեն ինչը արվեց դրվեց այդ սեղանի վրա, երկնքից կրակ իջավ։ Տերից կրակը եկավ եւ այդ զոհը սպառեց։ Եվ այդ զոհը սպառեց։ Այն որ Աստծո կրակը եկավ եւ այրեց զոհասեղանի վրայի զոհը, Աստված դրանով հաստատեց, որ ընդունել է նրանց մեղքի պատարակը եւ ողջակեսը եւ քավություն եղավ նրանց։ Աստված պատասխանեց։ Իհարկե այս զոհերի նշանակությունը սրանում էր, որ Աստծո օրենքով պահանջում է, որ մեղավորը մեռնի, որովհետեւ մեղքի վարձքը մահ է։ Եվ հիմա մենք ամենքս, ամբողջ մարդկությունս, որ Ադամի սերունդ ենք, Ադամի սերմից ծնված, ունենք նույն բնությունը, ինչ որ Ադամը, մեղանչելու արդյունքում իհարկե։ Հիմա ավտոմատ նույն հոդվածի տակ ենք, ինչ որ Ադամն էր, այսինքն վտարված Աստծո երեսից եւ մահվան վճիռը կա մեզ վրա։ Եվ այս զոհերի նպատակը մեկն էր, որ այս մահվան վարձքը վճարվեր։ Մահվան վարձքը վճարվեր, որովհետև մեղքի վարձքը մահ է։ Եվ Աստված, որ շատ ողորմած է իր ողորմության մեջ, այս տարբերակը տվեց մարդուն, մինչև որ գա իսկական թողություն տվողը, մինչև որ գա իսկական ազատողը։ Այն կենդանիները, որ զոհաբերվում էին, փոխարինում էին մարդուն։ Այդ զոհի արյունը Աստծո առաջ էր տարվում։ Երբ որ զոհ էին անում, այդ զոհից արյուն էին վերցնում եւ տանում էին Աստծո առաջ՝ ի վկայություն, որ մահ է գրանցվել։ Որտեղ մարմնի կյանքը արյան մեջ է։ Երբ որ արյունը թողես, մարմինը կյանք չունի։ Եվ այս արյունը Աստծո մոտ էր տարվում, ասելա թե կյանքով հատուցվել է։ Կյանքով հատուցվել է։ Ասելա թե այն հոդվածը, որի տակ ես կայի, այդ հոդվածը իրագործվեց։ Եվ իմ մեղքի վարձքը կյանքով հատուցվեց։